Թռչնաբուծությունն ընդունված է համարել տնտեսական բարձր արդյունավետություն ապահովող ճյուղ։ Մարտունու լուսակեր թռչնաֆաբրիկայում այս պնդումը միանշանակ չի ընդունվում։ Ոլորտը ունի իր նրբությունները։ Գյուղաճակցության ծրագրերում այս թռչնաֆաբրիկան նույնպես ընդգրկված է։ Արտոնյալ վարկավորումից բացի, արդեն ավելի քան 2 տարի է պետությունը փոխհատուցում է ավելացված արժեքի հարկը։ Արդեն մի քանի տարի մենք հետևողական քաղաքականություն ենք իրականացնում աջակցության առումով, որպեսզի եւ այս վերջի 2 տարվա ընթացքում իրականացվեց մեր քաղաքականության արդյունքում այսօր կարող ենք փաստել, որ Արցախը թռչնի մսի առումով ինքնաբավ, ասենք, երկիր է, որովհետեւ հիմնական արտադրողը եւ հիմնական իրացման շուկան մեր հանրապետությունն է։ Թռչնաֆաբրիկայի տնօրենը ծանոթացնում է արտադրությանը որոշ հատվածներ խիստ սահմանափակ, որոշներում էլ լայն ցուցադրություն, ճտահանությունից մինչև բտման կետ։ Ընդհանուր առմամբ թռչնաֆաբրիկայի համար տարին նպաստավոր էր, արտադրության նախատեսված ծավալները ապահովվել են։ Ամիսը մոտորապես արտադրում ենք 70-75 տոննա հավի միս եւ բաց լինում է, որ մնացորդներ լինում է, բաց ոչ մեծ քանակի, ինչ որ դրա մի մասը մենք արտադրում ենք Հայաստան։ Վերջերս արձանագրված ձվի դեֆիցիտի պատճառները ընկերության տնօրենը մատնացույց է անում հայաստանյան շուկայում։ Ածան հավերի հարկադիր մորթը հանգեցրել է ձվի ներմուծման ծավալների կրճատման, իսկ թռչնաֆաբրիկան Արցախը ինքնաբավ է դարձնում միայն թռչնամսի առումով։ Տեղական ձվի դեֆիցիտ հավանաբար կարձանագրվի նաև 1-2 ամիս անց, բայց ավելի կարճ ժամանակով։ Մեր Նողագյուղի տարածքը Ածան հավերի ֆաբրիկան տեղ է գտնվում, այնտեղ հրամը հավերը պետք է փոխարինենք նորերով։ Այդ փոխարինման ժամանակ մի որոշ ժամանակ քիչ քանակով կարող է դեֆիցիտ լինի, բայց դրա վրա մենք ունենք ծրագիր աշխատում ենք, որպեսզի Հայաստանից լրացնենք այդ դեֆիցիտը ու այդ նշված ժամանակից հետո արտադրությունը կպիտի նորմալ ունի մեջ։ Հատկապես նախատոնական օրերին բոլոր տանտիրուհիներին մտահոգող հարցը՝ արդյոք ձունխանութներից չի անհետանա րոպեների ընթացքում եւ արդյոք թանկացումների հարվածի տակ չեն ընկնի։ Ձվի թանկացում միանշանակ որ չի լինի։ Իսկ թվում է, ինչ որ կատարեց այս վերջի ժամանակները երևի դրանից ավելի վատ վիճակ չի լինի։ Իսկ եթե ներկա վիճակը մենք ֆինանսական առումով ասենք դոլար-դրամի հարաբերությունը, այդ կուրսի հարաբերություն, կարող ենք ապրանքները կրում, բոլորի հաշվարկը դոլարի արժեքով են հաշվում, նույնիսկ այս վատ պայմաններում այդ ձվի թանկացում չի լինի։ Որպեսզի գյուղմթերք մշակող այս արտադրամասը շարունակի իր բնականոն գործունեությունը, պետությունը շարունակելու է աջակցության մեխանիզմների գործարկումը, իսկ 2015 թվականին այդ աջակցությունը կզգան բոլոր վերամշակող ընկերությունները։ 2015 թվականից մենք ծրագիր եք ընդունում ամբողջ վերամշակող ընկերություններին, ոչ թե միայն ասենք թռչնաբուծությամբ զբաղվող, ամբողջ վերամշակող գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների ձևավորված ավելացված արժեքի փոխհատուցումը այդ ծրագիրն ենք կյանքի կոչելու 15 թվականի հունվարի 1-ից նպատակը մեկն է տեղական արտադրանքի խթանումը։ Թռչնաբուծության եւ առհասարական ասնաբուծության բնագավառում մի շարք նպատակային ծրագրեր են կյանքի կոչվում։ Մարտունու վերին ենթաշրջանի զարգացման ծրագրի շրջանակներում կերային մշակաբույսերի ցանքատարածությունները ընդլայնվում են։ Տեղական նախրի բարելավման նպատակով տոհմային կայանի միջոցով աջակցում են ֆերմերային տնտեսություններին։